Հայաստան համահայկական հիմնադրամի նիստը դեռ չմեկնարկած գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասում է 15-20 տարի առաջվա համեմատ դրամահավաքը դժվարացել է։ Այս պայն արդեն գործը ուղղակի պահանջում է միմիայն պրոֆեսիոնալիզմ, քանի որ թե մեր օդանավակայանից, թե Երևան քաղաքից դժվար է ընդհանրել, որ դեռևս կան գյուղեր, որտեղ կա խմելու ջրի խնդիր, որտեղ կա դպրոցի խնդիր։ Խորհրդի 36 անդամից 12-ը բացակայում են հարգելի պատճառով, 24-ը ներկա են, նրանց գումարած 17 տեղական մարմնի 28 ներկայացուցիչ, քվորումն ապահովված է, նիստը կարելի է սկսել։ Բայց մինչ այդ խնդրում եմ հիշել մեր գործընկերոջը, մահացել է հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանը Արգենտինայից։ Մեկ րոպե լռությամբ նիստի անդամները հարգում են մահացած գործընկերոջ հիշատակը, այնուհետև հոգաբարձուների խորհրդի նախագահը բարերար անդամի վկայական է հանձնում ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ բարերար Անդրանիկ Բաղդասարյանին։ Բարերարը մինչև հիմա հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է $900,000։ Խորհուրդն առաջիկա 3 տարվա համար հաստատում է Արա Վարդանյանին գործադիր տնօրենի պաշտոնում։ Վարդանյանը ներկայացնում է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014 թվականին կատարած աշխատանքի մասին։ Վարդենիս Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությունն ավարտին հասցնելու համար փողի պակաս չկա։ Երբ կհանձնվի ճանապարհաշահագործման, կախված է միայն եղանակային պայմաններից, որն է լինելու մարաթոն 2015-ի հիմնական նպատակը։ Առաջարկություններ է անում Արցախի նախագահը։ Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր նկատառումները։ Նախագահ անդրադարձ արդեն կատարած աշխատանքին։ Փյունիկ հիմնադրամի օգնությամբ բացվեց Կոմիտասի թանգարանը, ցեղասպանության բոլոր միջոցառումները ֆինանսավորել եւ այսօր էլ շարունակում են ֆինանսավորվել բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին։ Մենք առաջարկել ենք հովանավորներին ծրագրեր եւ այդ ծրագրերի մոտավոր հաշվարկը եւ առաջարկել ենք, որպեսզի իրենք անձամբ իրականացնեն այդ միջոցառումները, անձամբ իրենք կատարեն ֆինանսական պարտավորությունները իրենց վստահելի անձերի միջոցով։ Բայց պետք է ասեմ, որ գրեթե այդպիսի դեպքի չենք հանդիպել եւ բոլորը հաճույքով, մանրամասն ծանոթանալով ծրագրի բովանդակությանը առաջարկել են, որպեսզի այդ միջոցները օգտագործվի տնօրինության կողմից, այնուհետև նրանց ներկայացվի հաշվետվություն, ինչը մենք մեծ հաճույքով կանենք։ Սեպտեմբերին անկախության տոնի շաբաթը հագեցած է լինելու միջոցառումներն ավարտվելու են սեպտեմբերի 27-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Միրոնի օրհնության արարողությամբ։ Նույն օրերին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Այդ իսկ օրերին մենք անպայման անդրադարձ կատարենք մեր այն բարերարներին, հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին, ովքեր ջանք չեն խնայել 100-րդ տարելիցը հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Ինչի համար եմ ես սա շեշտում, որովհետեւ մենք որոշակի խրախուսական միջոցառումներ անելու ենք նաեւ կապված մայիսի 28-ի հետ։ Նախագահը շեշտում է, անցկացված միջոցառումները վկայեցին, որ համախմբվածությունը կարող է շատերի համար անսպասելի արդյունք տալ, կարող է լուծել խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար։ 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում, միասնական աշխատանքը չի դադարելու, քանի դեռ չհասնենք համընդհանուր ճանաչման։ Տաթև Դանիելյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։